Երաժշտություն, որն ապրում է։ Սեպտեմբերի 27-ին երաժշտասեր հասարակությունը հնարավորություն կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում ունկնդրելու մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգության գոհարները։ Նախաձեռնությունը New Generation Project-ինն է։ Կհնչեն Բաբաջանյանի երգերը, սիմֆոնիկ եւ էստրադային գործերը նոր մեկնաբանություններով ու շունչ առած նոր հնչողությամբ։ Երեկոն կուղեկցի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Նվագախումբը արդեն լավ գիտի ռեպերտուարը, մենք առանձնապես խնդիրներ չունենք։ Սոլիստներին փոխում ենք, տարբեր սոլիստներ ենք կանչում եւ ոչ մի խնդրեմ չկա առանձնապես եւ լավ է նա որ գնում ես համերգի իմանալով որ լավ է ընդունվելու։ Այս անգամ Սոնա Ռուբենյանի, Սյուզաննա Մելքոնյանի, Տիգրան Քաղվեջյանի, Արթուր Աղաջանովի եւ Տիգրան Կարապետյանի շուրթերից կհնչեն մեծ կոմպոզիտորի հոգեպարար երգերը։ Փորձված երգիչներ են արդեն ես եմ ասում երիտասարդ, իմ համեմատ երգը երիտասարդ են, բայց փորձված մարդկանց հետ եմ ես սիրում աշխատել։ Իհարկե եղել է դեպք, երբ որ մենք մի քանի տարի առաջ տվեցինք Բաբաջանյանին նվիրված համերգ մեր նվագախմբով, բայց բոլորը ուսանողներն էին երգում մեր ջազային բաժնի, դա էլ իր տեսքը ուներ։ Բոլոր երգերն եմ սիրում Առնո Բաբաջանյանի եւ լսել եւ երգել, բայց այս անգամ ինձ բաժին է հասել ճակատագիր երգը Սուդьба, Благодарю тебя եւ Գոդ լյուբվի հայտնի Հարսնացություն հյուսիսից ֆիլմի սաունդթրեքը, որը կապ չունի տարիք ինձ թվում է բոլորի սականջներում կա, բոլորս գիտենք անգիր երգը։ Եվ այդպես սիրով եկել եմ փորձի ու պատրաստվում ենք համերգին։ Երգչուհին ընդգծում է, թեև մի քիչ բարդ է առավոտյան ժամերին փորձեր անելը, բայց հենց նվագախումբը սկսում է նվագել եւ ձայնն է հնչում ինչպես պետք է եւ մոռանում է, որ երեխային խնամելու պատճառով գիշերը չի քնել։ Դե իսկ բաբաջանյանական հնչյունները արտիստներին անտարբեր չեն թողնում։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։